Սիրելի ընկերներ, միշտ ապեք թերթել ստորին, որովհետև ես հիմա խոսելու եմ լեգենդար Մալավտիլին քսուկի մասին ու վերջապես ձեզ փոխանցելու եմ այն ինֆորմացիան, այն ամենայն մանրամասնությամբ, որ հնարավոր է շատերը ձեզ չեն ասել կամ դուք չգիտեք։ Խոսքը Մալավտիլինի արդեն իմացաք, լեգենդար այս կրեմի մասին է։ Իմ արդեն վերջացել է, վերջին գրամներն եմ օգտագործում, միջև պատվերս կհասնի ու կունենամ արդեն նորը։ Վստահաբար կարող եմ նշել, որ Մալավտիլինը ունենալու դեպքում դուք կմոռանաք մնացած մյուս քսուկների մասին։ Եվ թող ձեր յուրաքանչյուրի պայուսակում կամ կասեմ ապտիչկայում, հա, դեղատուփում, ինչու՞ չէ նաև մեքենայում լինի այս կրեմը։ Իսկ ինչու նայեք հաջորդ ստորին։ Եթե մեր մաշկը զգայուն է, չոր է, թե փոտում է, կա կարմրություն, ինչ որ բորբոքումներ, Մալավտիլին քսուկը վերացնում է այդ ամենասիրելիներս։ Վնասված մաշկի դեպքում հարցեցնում է մաշկի կառուցվածքը, կանխում է սպիների առաջացումը, հա, հետագա սպիների առաջացումը եւ լուծում է արդեն իսկ գոյություն ունեցողները։ Իսկ եթե արդեն իսկ կան սպիներ, սա նույնպես օգնում է, որպեսզի այդ սպիները անցնեն։ Չեմ ասում վերջնականապես, բայց պարբերաբար օգտագործելու ընթացքում լուծում է այդ գոյություն ունեցող սպիները։ Եթե կա թուլացած ու ծերացած մաշկ, Մալավտիլինը ունի երիտասարդացնող ազդեցություն։ Ինչ է անում, հարթեցնում է ու նվազեցնում է կնճիռները, վերականգնում է մաշկի կառուցվածքը եւ վերացնում է այդ ուսացությունը, հա։ Հիմա երիտասարդների մասով ասեմ կամ դեռահասների օգտակար է նաև այդ տարիքի դեռահաս երեխաների երիտասարդների համար։ Հիմնականում դեռահասների մոտ, պատանիների մոտ շատ ապատահում, հա, դեմքի վրա ապզուկները, ակնեները, անհարթությունները եւ ոչ միայն դեռահասների ու երիտասարդների մոտ, այսինքն բոլոր նրանք, ովքեր ունեն նման խնդիրներ դեմքի վրա այդպիսի ինչ-որ անցանկալի երևույթներ, ապա Մալավտիլինը նույնպես կարող է օգնել, վերացնել, լավացնել, հանգստացնել մաշկը ու դուք կունենաք մաքուր ու գեղեցիկ մաշկ։ Բայց մի շատ կարևոր բան, որ ես միշտ ասում եմ, հա, օրինակ որ ասում են, ինչ ունեք դեմքի համար, որ բզուկներ անցկացնի, չգիտեմ, բորբոքված ինչ-որ վիճակներ անցկացնի, ես միշտ հարցնում եմ, իսկ ձեր աղիների վիճակը նորմալ է, այսինքն եթե աղիների վիճակը նորմալ չի, բնականաբար այդ ամեն ինչը դուրս է տալիս, երևում է մեր մաշկի վրա, կարելի է նաև ուշադրություն դարձնել աղիների գործունեության վրա եւ միաժամանակ օգտագործել։ Ունի նաև հակաալերգիկ հատկություններ, վերացնում է ալերգիկ ռեակցիաները եւ այտուցները, ունի նաև լուծող ազդեցություն, այսինքն եթե կան կապտուկներ կամ ներարկումներից առաջացած սրսկումներից առաջացած կոշտացումներ, շատ լավ հիանալիորեն այդ կոշտուկները լուծում է, հա, ինքը անցկացնում է։ Բորբոքումների դեմ արդյունավետ է թարախային վերքերի ցրտահարության, եթե ունեք այրվածքներ, վնասվածքներ կամ հեսա սեզոնն է, հա, գալիս միջատների, մոծակների խայթոցներ, ապա այդ դեպքում նույնպես օգտագործում ենք։ Անտիսեպտիկ հատկությունները, պայքարում է վիրուսների ու սնկային վարակների դեմ, վերականգնող հատկություն, արագացնում է վերքերի ու վնասվածքների ապակինումը, լավացնում է երակային տոնուսը, հեռացնում է մազանոթային ցանցերը եւ նպաստում է վարիկոզի բուժմանը, օգտակար է նաև հեմորոյի ժամանակ, հակավիրուսային ծրագրում սուր շնչառական հիվանդություններ, գրիպ, հերպես։ Մալավտիլինը ունի եւս մեկ լավ հատկություն, ինքը լավ ձգում եւ ամրացնում է մաշկը, հատկապես օրինակ եթե հղիությունից հետո մաշկի վրա առաջանում են ու մեծամասնության մոտ է լինում կանանց մաշկի վրա առաջանում են հետքեր, այդ զոլեր ձգվածքներ, եթե ճիշտ եմ ասում, կամ քաշի կորստից հետո մաշկի բնականաբար փոփոխություն է տեղի ունենում, այդ ընթացքում օգտագործում ենք Մալավտիլինը, ինքը շատ լավ ձգում է, ամրացնում է, էֆեկտիվությունն էլ որոշ ժամանակ օգտագործելուց հետո, այսինքն ընթացքում դուք այդ ամեն ինչը նկատում եք եւ զգում եք։ Չմոռանամ ասել, որ հիանալի ձևով նաեւ ինքը օգնում է ստոմատիտի ժամանակ, լնդերի բորբոքման ժամանակ, ատամի ցավի ժամանակ։ Դուք շատ ճիշտ ասեցիք, սա ոչ միայն քսում ենք արտաքինից, այլ նաեւ կարելի է օգտագործել բերանի խոռոչում։ Լնդերի բորբոքման, ատամի ցավի, ստոմատիտի ժամանակ անձնական փորձից եմ հոդացավերի, ողնաշարի ցավի, մկանացավերի, գլխացավի, միգրենի, հա, այդ դեպքում ունի մեր հանգստացնող ազդեցություն, ցավացող հատվածների մեր սող շարժումներով ուղղակի պետք է քսել այս կրեմը։ Չմոռանամ նշել, ունի նաև շատ հետաքրքիր հատկություն, ովքեր որ հոտազերծիչներ չեն օգտագործում, հա, դեզոդորանտ, սա նաև նվազեցնում է քրտնարտադրությունը եւ վերացնում է տհաճ հոտը։ Եթե չեմ սխալվում, նշել եմ, որ նաև փոքրիկներին է կարելի երեխաների համար, այսինքն 0 տարեկանից մինչև մեծահասակներ, դա կարծեմ նշել եմ, մյուս բանը, հա, եթե ունեք կենդանիներ, սիրում եք կենդանիների, պահում եք, այն նաև արդյունավետ է կենդանիների մոտ վերքերի բուժման եւ ցավազրկման համար։ Այսքանը Մալավտիլինի մասին, եթե ձեզ հետաքրքրում է առավել մանրամասն ինչպես ձեռք բերել, ինչպես օգտագործել